Բաքուն Երևանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբրև միջազգային ճնշումներից հետո Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%։ Ըստ նրա, ականների պայթյունների հետևանքով ադրբեջանական կողմը պարբերաբար զոհեր է ունենում։ Վերջին դեպքերի ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում։ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ Ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է, թե ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։ Բաքուն ակնկալում է, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների, անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը։ Ադրբեջանի ապակողմնորոշող եւ սադրիչ այս հայտարարությունները Հայաստանն իհարկե անարձագանք չի թողել։ Պաշտոնական Երևանն իդեմս Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարել է. Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամասյանների ճշգրտությունը։ Նա նշել է, որ կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամասյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում գործակցության սկզբունքներին, Հայաստանը հարցումների միջոցով կազմել եւ 2024 թվականի սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամասյաններ։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշտգրտությունը։ Չնայած մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշտգրիտ քարտեզներ։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշտգրտությունը։ Անի Բադալյանն ընդգծել է, արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների համար։ Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից 6 օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամասյան հանձնեց Ադրբեջանին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։